Ուրեմն Սամսոնյան ջան, երկու հարց ունեմ, երկուսն էլ կապված օրից երկրորդ նախագահի տված ըստ իս մեղմ ասած տարօրինակ ասուլիսից։ Ուրեմն հարց առաջին, ճիշտ է դու դրան ոդկասթում շատ վրդովված անդրադարձել էիր, վրդովված չեմ հիշում ինչին եմ անդրադարձել, բայց օքեյ, միգուցե տենց տպավորություն ա եղել։ Ոչ թե վրդովված որ անդրադառնեմ, լավ չի լինում եւ հետո եւ ընթացքում։ Նիկոլ, բայց կուզեի առավել մանրամասն բացատրեիր Քոչարյանի այս տրամաբանությունը։ Ուրեմն ասում են Նիկոլ ընտրություններում Տիկոն ընտրություններում հաղթել է 0% ամենայն հակակրանքով Փաշինյանի նկատմամբ, բայց այս ինչ է խոսում։ Նարեկ ջան, սա նախագահ եղած մարդու ողջամիտ վերլուծություն է, հա, ու մի հատ լրագրող չեղավ ասեր, պարոն նախագահ, այդ ինչ պնդում արիր քիչ առաջ։ Դե լրագրողը ինչ ասի։ Դրա մասին խոսացել ենք, դա համարում եմ ես զարմանալի պնդում, շատ զարմանալի պնդում, որը կարծում եմ, որ չգիտեմ, երկրորդ նախագահին երևի թե տալիս են այլընտրանքային ինչ-որ բաներ, չգիտեմ, անկեղծ ասած, ես ընդհանրապես ասուլիսից տպավորություն ունեի, որ երկրորդ նախագահը ինչ-որ այլընտրանքային բաներ է ստանում, այլընտրանքային ինֆորմացիաներ է ստանում, ինչ-որ այլ տեղերից, որը հրապարակային չի, իրան սոցիոլոգիան ուրիշ է, մի ժամանակ կար երկրորդ նախագահը ընդհանրապես սոցիոլոգիային չէր հավատում, հիմա ոնց որ մենակ իրան սոցիոլոգիային է հավատում, եւ երևի դե տենց այդ սոցիոլոգիան, որը իրանք ունեն, որը փակ է այդ տվյալները ինքն էլ ասեց, երևի այդ սոցիոլոգիան ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է 0-ի, երկրորդ նախագահը ձգտում է 50+1-ի, կամ երկրորդ նախագահը ու եւս մի ուժ ձգտում են 50+1-ի։ Անկեղծ ասած չեմ կարող ես պատկերացնեմ ինչ բանով է առաջնորդվում երկրորդ նախագահը, բայց կարծում եմ, որ այո ողջամիտ չի նմանատիպ բան ասելը եւ իմ համար տարօրինակ էր, զարմանալի էր, բայց այնուամենայնիվ պնդում է, որը ունի կյանքի իրավունք։ Մյուս հարցը, երկրորդ հարցը, Նար ջան, ուրեմն հերթական ըստ իս աբսուրդ պատասխանը Ջեբեջյանի այն հարցին, թե ինձ ձեր ժամանակ այսքան քաղաքական սպանությունները ինչի հետ էին պայմանավորված, դուք ուղիղ կամ որևէ կերպ կապ ունեք դրանց հետ, ինչ ասի լավ է, ասում է դրանք քաղաքական սպանություններ չէին, այսինքն բա ինչ էին, սպորտային սպանություններ են եղել, հա, պարոն նախագահ, այսինչ ծաղրահանության նկատմամբ, շատ ոչ միանշանակ թեզեր հնչեցին, բայց այդ սաղ չեմ կարող ներկայացնեմ, մի խոսքով խնդրում եմ մեկնաբանես, անկեղծ ասած Ռիփսիմե Ջեբեջյանի հարցի պատասխանը կարծում եմ ամենանորմալ հարցի պատասխաններից էր երկրորդ նախագահի, ճիշտ է նորից ասեմ, այդտեղ քաղաքական տեքստի հետ կապված պրոբլեմ կա, երևի թե լեզվական պրոբլեմ է երկրորդ նախագահի մոտ, որովհետև քաղաքական սպանությունը չի նշանակում, պիտի պաշտոնյան քաղաքական լինի անպայման, ցանկացած պաշտոնյայի սպանություն կարելի է քաղաքական անվան տակ դնել, բայց անկախ ամեն ինչից երկրորդ նախագահը այդտեղ ունի շատ կարևոր փաստարկ, որ նույն այսքան ժամանակ իշխանության են, թող բացահայտեին, ասեն ինչ-որ բաներ, որոնք որ արվել է։ Այնտեղ էլի է բերում օրինակներ, Տիգրան Նաղդալյանի սպանությունը, որ ասում է, այո, դա քաղաքական սպանություն էր, ու տես տարբեր, բայց ասենք քաղաքական ամենակաղաքական սպանությունը հոկտեմբերի 27-ին է եղել, բայց այդ էլ կարելի է չի ասել, ձեր ժամանակ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը։ Չգիտեմ, ես այդ հարցն էլ այդքան չեմ ընկալում։ Այո, եղել են կասկածելի սպանություններ, քաղաքական սպանություններ, բայց դե կներեք, այդ ամեն ինչը ժամանակի ու տարածության մեջ տես հեշտ է գնահատել, այդ ժամանակվա Հայաստանի, բայց այսօր քաղաքական սպանություն կա։ Այսինքն կներեք, բերում են շատ իդեպ լավ պատասխանեց երկրորդ նախագահը, իդեպ լավ պատասխաններից մեկը այդ էր։ Պողոս Պողոսյանի օրինակով ասում ախպեր, հիմա Պողոս Պողոսյանի սպանությունից եք խոսում։ Սոնա Մնացականյանին գցին ավտոյի տակ սպանեցին։ Հիմա դա է ավելի явնի սպանություն։ Թե Պողոս Պողոսյանինը, որը պատմում են, որը տեսագրված կա, ու ճիշտ բան ասում։ Այսինքն այսօրվա իշխանությունների կողմից արված բաներն այնքան վատն են, այնքան աբսուրդ են, հա, այսօրվա իշխանությունների կողմից արվածները, որ եթե նախկինում պարզի, որ օրինակի համար նախկին նախագահները ինչ-որ մարդ նստել են մարդ ուտելու ապրիադ են ունեցել, ավելի, ասենք, նորմալ կլինի այսօրվա Հայաստանի պայմաններում, քան այն ինչ-որ անում է Նիկոլ Փաշինյան։ Այսինքն այս իշխանության օրոք տես բաներից խոսելը մի քիչ լուրջ չի։ Այո, եղել են լիքը բաներ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, չնայած նրան ու իր կողմնակիցների մեծ մասը պատկերացնում են, որ եղել է ամեն ինչ հրաշալի պրոստը, սենց գծած յուղի նման գնացել է։ Բայց իրականում այն ինչ որ
ասում են այդ քաղաքական սպանությունների բանի մասով, կարծում եմ այդ չի եղել ամենամեծ պրոբլեմատիկ հատվածները, էլի դրանք էլ են եղել պրոբլեմատիկ ու նաև երկրորդ նախագահային վնասող, որը մինչև վերջ մնացել է ու մինչև այսօր էլ իր բացասական ռեյտինգի հետ կապ ունի, բայց դրանք չեն, որ եղել են ամենապրոբլեմատիկները։ Գնացինք։ Նարեկ ջան, ուզում